Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Իմ անունը Անահիտ է, ես բուժքույր եմ և աշխատում եմ Երևանի մեր պոլիկլինիկաներից մեկում։ Տարիներ շարունակ հանդիպում եմ տարբեր տարիքի մարդկանց, բայց հատկապես տարեցներին, ովքեր գանգատվում են սրտի, անոթների կամ հոդերի խնդիրներից։ Վերջերս իմ մոտ եկավ մի հրաշալի տատիկ, Գայանեն, 91 տարեկան, ով պատմեց իր կյանքի պատմությունը և այն 3 պարզ թուրմերը, որոնք օգնում են իրեն մնալ առողջ ու ուժեղ։ Նա թույլ տվեց կիսվել այդ պատմությամբ ձեզ հետ, որպեսզի օգտակար լինի մեր հայ ընտանիքներին։ Ահա Գայանե տատիկի խոսքերը։ Իմ անունը Գայանե է, և ես 91 տարեկան եմ։ Իմ դեղաթուփում ընդամենը 2 հապ կա, և դրանք ավելի շատ դստերս հանգստության համար են, քան իմ առողջությանը։ Ամեն օր զբոսնում եմ, ինքս եմ պատրաստում ուտելիքը և հիշում եմ այնպիսի մանրուքներ, որ թոռնիկս երբևէ զարմանում է, որտեղից է այդ ամենը իմ գլխում։ Ընկերուհիներից մեկը ասում է, քեզ բախտ է վիճակվել։ Մյուսները դա վերագրում են ժառանգությանը, բայց ես կարծում եմ, որ բախտը ժպտում է նրան, ով ինչ-որ բան է անում իր առողջության համար և չի սպասում բնության ողորմածությանը։ Ես միշտ ասում եմ, կարևորը ոչ թե այն է, ինչ ուտում ենք, այլ այն, ինչ յուրացնում է օրգանիզմը։ Հիմա ես կպատմեմ ձեզ, թե ինչն է օգնում ինձ այսքան տարիներ պահպանել ինքնս ինձ և իմ մարմինը առանց մեծ ջանքերի։ Դա ոչ դեղեր են, ոչ թանկարժեք հավելումներ և ոչ էլ խիստ դիետաներ։ Դա ընդամենը 3 պարզ թուրմեր են, որոնց բաղադրատոմսերը շատ տարիներ առաջ տվեց ինձ ձեր բժիշկ ընկերս Նորայրը, և այդ թուրմերը, ինչպես նա ասում էր, կարող են շտկել ամեն ինչ, բացի վատ բնավորությունից, և գիտեք, նա չէր խաբում։ Բայց նախ, եթե ձեզ համար կարևոր է, եթե ուզում եք պահպանել ձեր կամ ձեր մտերիմների առողջությունը, աջակցեք մեր ալիքին, բաժանորդագրվեք։ Եթե տեսանյութը ձեզ դատարկ թվա, մեկնաբանություններում գրեք 0, իսկ եթե այն ձեզ դիպավ, գրեք 1։ Սա կօգնի հասկանալ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում։ Ձեր արձագանքը մեր առաջ շարժվելու վառելիքն է։ Եվ ահա որոնք է այդ թուրմերի գաղտնիքը։ Այն է, որ դրանցում ոչինչ ավելորդ չկա, ոչ մոդայիկ էկզոտիկ հատապտուղներ, ոչ թանկ ու հազվադեպ խոթաբույսեր։ Ամեն ինչ պարզ է, մատչելի, բայց աշխատում է ավելի լավ, քան դեղատնային միջոցները։ Առաջին թուրմը, որ տվեց ինձ բժիշկը, սրտի և անոթների ամրացման համար էր։ Այն ժամանակ ես սկսել էի նկատել, որ երեկոյան սիրտս կարծես հոգնում է, երբեմն ավելի ուժեղ է խփում, երբեմն ավելի թույլ, իսկ գլխում անհաճելի զարկերակում էր առաջանում։ Ես չեմ սիրում գանգատվել, բայց որոշեցի խորհուրդ հարցնել նրան։ Նա թերապևտ էր, շատ տարիներ աշխատել էր սովորական քաղաքային հիվանդանոցում։ Նա ուշադիր լսեց ինձ, հառաչեց և ասաց. «Խնդիրը ոչ թե սրտում է, սիրտը ավելի ուժեղ է, քան մարդիկ կարծում են։ Խնդիրը անոթներում են, որոնք տարիքի հետ դառնում են փխրուն և կորցնում արաձեգականությունը։ Ուզում ես վերադարձնել դրանց արաձեգականությունը և հեռացնել այդ հոգնածությունը։ Եփիր ինքդ քեզ համար ալոչենի և մասուրի թուրմ։ Կտեսնես, մի քանի շաբաթից կհիշես, թե ինչպես պետք է զգաս ինքդ քեզ։ Եվ ես հիշեցի։ Սկզբում չէի հավատում իհարկե, բայց արեցի այնպես, ինչպես ասաց։ Դեղատնից գնեցի չորացրած ալոչենի և մասուրի պտուղները, ոչ փաթեթավորված, այլ ամբողջական հատապտուղներ։ Եվ ահա իմ բաղադրատոմսը, որին հետևում եմ շատ տարիներ։ Ալոջենի և մասուրի թուրմի բաղադրատոմսը։ Վերցնում եմ մեկական ճաշի գդալ չորացրած ալոջենի և մասուր։ Դնում եմ թերմոսի մեջ։ Լցնում եմ տաք ջրով, մոտ 500 մլ, բայց ոչ եռմանջուր։ Ջերմաստիճանը մոտ 80 գրադուս, որպեսզի վիտամինները պահպանվեն։ Թրմում եմ ամբողջ գիշեր, մոտ 7-8 ժամ։ Առավոտյան զտում եմ և խմում եմ փոքր չափաբաժիններով օրվա ընթացքում, սովորաբար 3 անգամ։ Անցել էր 1 ամսից պակաս, երբ սկսեցի նկատել փոփոխություններ։ Սիրտս այլևս չէր խփում։ Երեկոյան այդքան ծանր չէր, գլխումս ավելի պարզ դարձավ, և գլխավորը անհետացավ այդ անհաճելի զարկերակումը։ Իսկ կես տարի անց, երբ եկա ստուգման մոտ թերապևտի, նա նայեց իմ անոթները ուլտրաձայնով և զարմացավ։ Դուք ինչ եք անում, հատուկ մարմնամարզություն, հարցրեց։ Ոչ, ես պարզապես խմում եմ ալոջենի և մասուր, ժպտալով պատասխանեցի։ Եվ այդ ժամանակ հասկացա, որ խոտաբույսերի և հատապտուղների բնական ուժը ոչ հեքիաթ է և ոչ մոդա, այլ այն, ինչ իսկապես աշխատում է։ Իդեպ Նորայրը այն ժամանակ զգուշացրեց ինձ։ Գլխավորը թուրնում շաքար չավելացնել և ակնթարթային արդյունք չսպասել։ Այդ թուրմերը դանդաղ են աշխատում, բայց երկարատև։ Եվ գիտեք, հիմա երբ նայում եմ իմ հասակակիցներին, ովքեր գանգատվում են ճնշումից, սրտի խանգարումներից, հասկանում եմ, թե որքան կարևոր էր այդ պարզ խորհուրդը։ Իմ հարևանուհի Սիլվան, օրինակ, ամեն առավոտ սկսում է ճնշման հաբերով և այլևս չի հիշում, թե ինչ է առանց գլխացավի հստնանալը։ Իսկ երբեմն մենք նման էինք, երկուսս էլ սիրում էինք թխվածք և քաղցրավենիք։ Պարզապես ես այն ժամանակ որոշեցի ինչ-որ բան փոխել, իսկ նա ոչ։ Եվ հիմա մեր առավոտները բոլորովին տարբեր են։ Իհարկե, ինչ-որ մեկը կասի՝ միայն թուրմերով չես ապրի։
Ճիշտ է, չես ապրի, բայց թուրմը սկիզբն է, առաջին քայլը։ Երբ օրգանիզմը ստանում է ճիշտ աջակցություն, ինքն է ավելի լավ աշխատում, եւ դու այլևս չես ուզում ուտել վնասակարը, քանի որ զգում ես այդ ավելորդը։ Մարմինն ինքը հուշում է, թե ինչ է պետք իրեն։ Եթե հետաքրքիր է, թե որ թուրմն է նոր այրը խորհուրդ տվել հետո եւ ինչու, որի օգնությամբ ես մոռացել եմ հոդացավերը, մնացեք ինձ հետ։ Քանի որ հետո կպատմեմ հենց դրա մասին։ Հավատացեք, արժե լսել։ Հետագա թուրմերը նոր այրը տվեց ինձ, երբ կանգատվեցի հոդացավերից։ Այն ժամանակ ես մոտ 70 տարեկան էի եւ առավոտյան սկսել էի նկատել անհաճելի զգացողություններ ծունկերում։ Ով գիտի կհասկանա։ Դա ոչ սուր ցավ է, այլ այդպիսի թույլ, ծանր կարծես ներսում կուտակված հոգնածություն է։ Հատկապես դա զգացվում էր առավոտյան, երբ վեր էի կենում անկողնուց։ Կես ժամում կարծես տաքանում ես եւ արդեն նորմալ է, բայց արդեն սկսում ես մտածել. հա, սկսվեց։ Լսելով իմ գանգատները նա ասաց. հոդերի հետ այդպես է, իհարկե տարիքային է, բայց շատ ավելի հաճախ դա պարզապես կուտակված բորբոքում է։ Մարմինը հոգնում է ավելորդը հեռացնել, եւ հոդերը առաջինը սկսում են ազդանշան տալ, ուշադրություն դարձրու, ինչ որ բան արա, օգնիր։ Եվ նա տվեց ինձ պարզ, բայց ինչպես պարզվեց, շատ արդյունավետ բաղադրատոմս, որն աշխատում է ոչ վատ, քան թանկարժեք քսուքները եւ ներարկումները։ Եվ ահա երկրորդ թուրմը, որով միջև հիմա օգտվում եմ, դա դափնուտերևի եւ սև հաղարջի թուրմ է։ Հնարավոր է հիմա մտածեցիք, դափնուտերևը այն է, որ ապուրի մեջ ենք դնում։ Այո, հենց նա։ Ինքս զարմացա, երբ առաջին անգամ լսեցի, բայց հետո համոզվեցի։ Նա գիտեր ինչի մասին է խոսում։ Նա այն ժամանակ պարզ եւ հասկանալի բացատրեց ինձ. դափնուտերևը հարուստ է եթերայուղերով, որոնք մեղմ, բայց արդյունավետ հեռացնում են բորբոքումը հոդերում։ Իսկ սև հաղարջի հատապտուղները պարունակում են նյութեր, որոնք օգնում են հեռացնել աղերը եւ ավելորդ հեղուկը, որոնց պատճառով հոդերը ուռչում եւ ցավում են։ Հիմա ինչպես եմ ես պատրաստում այդ թուրմը։ Դափնուտերևի եւ սև հաղարջի թուրմի բաղադրատոմսը։ Վերցնում եմ 5-7 միջին 4 դափնուտերև, ավելացնում եմ 1 ճաշի գթալ 4 սև հաղարջի հատապտուղներ։ Դրանք կարելի է գնել դեղատնից կամ ինքներդ պատրաստել ամռանը։ Լցնում եմ 1 լիտր տաք ջրով, ոչ եռման, մոտ 85 աստիճան։ Դնում եմ թույլ կրակի վրա եւ եփում եմ ճիշտ 10 րոպե։ Հետո անջատում եմ ծածկում կափարիչով եւ թողնում եմ թրմվի մոտ 1 ժամ։ Զտում եմ եւ թուրմը պատրաստ է։ Խմում եմ փոքր չափաբաժիններով օրվա ընթացքում, մոտ կես բաժակ 1 անգամ։ Ընդհանուր առմամբ ստացվում է 2-3 անգամ օրում։ Սովորաբար անում եմ 7 օր, հետո 2 շաբաթ ընդմիջում եւ կրկին կրկնում եմ կուրսը։ Դուք էլ չեք պատկերացնի, թե ինչ թեթևացում է գալիս մի քանի օրից։ Առաջինը նկատեցի, որ հոդերս առավոտյան այլևս չեն ջրջռում։ 1 շաբաթից ծնկերս դարձան ավելի փափուկ, եւ ես կրկին հեշտությամբ էի վեր կենում անկողնուց ինչպես նախկինում։ Եվ գլխավորը հայտնվեց շարժումների թեթևություն, որն ինձ հետ է մինչև հիմա, չնայած տարիքիս։ Եվ գիտեք, երբ պատմում եմ այդ թուրմի մասին իմ ծանոթներին, սկզբում նայում են անվստահությամբ, բայց հետո շատերը գալիս են եւ ասում. «Գայանե, ինչու ավելի վաղ չլսեցի քեզ, ես վաղուց չէի տառապի»։ Ահա այդպես։ Եվ իմ զարմիկի քույրը մի քանի տարի առաջ էր գանգատվում հոդերից։ Նա աշխատում էր հաշվապահ եւ շատ էր նստում սեղանի մոտ։ Ես առաջարկեցի փորձել իմ բաղադրատոմսը, բայց նա թերահավատորեն վերաբերվեց, ասաց, որ սովոր է հաբերին։ Հետո եկավ ձմեռը, խոնավ եղանակ, հոդերը ավելի ուժեղ ցավեցին, հաբերը դադարեցին օգնել։ Այդ ժամանակ նա ինքը եկավ ինձ մոտ եւ խնդրեց բաղադրատոմսը։ Մի քանի շաբաթ անց զանգահարում է ումրախ։ Գիտես, ես առավոտյան այլևս չեմ կաղում։ Սա իսկապես դափնուտերևն է այդպես աշխատում։ Եվ ես նրան ծիծաղելով. ոչ, սա դու ինքդ ես աշխատում։ Դու որոշեցիր օգնել քո մարմնին եւ այն որոշեց պատասխանել փոխադարձությամբ։ Հասկանում եք, ամենակարևորը կանոնավորությունն է։ Չի կարելի մեկ անգամ խմել եւ հրաշք սպասել։ Խոտաբույսերն ու հատապտուղները մեղմ են աշխատում, ոչ անմիջապես, բայց եթե ժամանակ տաք, նրանք ոչ միայն կհեռացնեն ցավը, այլ կվերականգնեն օրգանիզմը ներսից։ Սա ոչ կախարդանք է, այլ բնական օգնություն, որ միշտ մոտ է, եթե գիտես որտեղ փնտրել։ Եվ հիմա եթե լսում եք սա, եւ ձեզ դիպել է այն ինչի մասին պատմում եմ, մեկնաբանություններում գրեք բառը հոդեր։ Իսկ եթե միայն պլանավորում եք փորձել, գրեք որոշեցի։ Այդպես կհասկանանք, որ զուր չենք կիսվում մեր փորձով, եւ անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Ձեր աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ հենց դրա շնորհիվ կարող ենք շարունակել պատմել այդպիսի պարզ, բայց շատ արժեքավոր բաների մասին։ Բայց եթե կարծում եք, որ այստեղ նրա գաղտնիքները վերջացան, ապա սխալվում եք։ Ամենահետաքրքիրը եւ թերևս ամենաանսովորը նա խորհուրդ տվեց հետո։ Այդ թուրմը օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից, կարգավորել նյութափոխանակությունը եւ ինչը հատկապես կարեւոր է մեզ կանանց համար, ամրացնել մազերը եւ մաշկը։ Եթե հետաքրքիր է իմանալ, թե ինչ միջոց է դա եւ ինչպես պատրաստել, մնացեք ինձ հետ, շուտով ամեն ինչ մանրամասն կպատմեմ։ Եվ հիմա մենք մոտենում ենք իմ պատմության ամենակարևոր մասին։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ եւս մի քանի փոքր գաղտնիքներով, որոնք պատմեց ինձ։
Այդ խորհուրդները կօգնեն ձեզ պահպանել առողջությունը ցանկացած տարիքում, կազատեն հոգնածությունից եւ կտան մտքերի բարձություն։ Պարզապես մնացեք ինձ հետ, քանի որ ամենաօգտակարը առջևում է։ Երբ առաջին անգամ եկա նրա մոտ խորհուրդ հարցնելու, ես մոտ 60 տարեկան էի։ Նա այն ժամանակ ասաց մի նախադասություն, որ հիշում եմ ամբողջ կյանքում։ Մեր տարիքում ամենակարևորը ոչ թե հիվանդությունները բուժելն է, այլ թույլ չտալ, որ դրանք առաջանան։ Հիմա հասկանում եմ, թե որքան ճիշտ էր նա, քանի որ առողջությունը ոչ այն է, երբ ոչինչ չի ցավում։ Դա այն է, երբ հեշտ է, հանգիստ եւ ուրախ արթնանալ ամեն առավոտ։ Ուզում եմ պատմել ձեզ մի շատ կարևոր բան, որ նա բացատրեց ինձ շատ տարիներ առաջ։ Նա ասում էր, որ օրգանիզմի համար չկա առանձին սիրտ, հոդեր կամ մաշկ, կամ մեկ համակարգ, որ կապված է իրար հետ։ Եթե մեկը ցավում է, նշանակում է ժամանակի ընթացքում կցավի եւ մյուսը։ Ուստի կարևոր է վերաբերվել մարմնին հարգանքով եւ պահպանել այն ամբողջությամբ, ոչ միայն երբ ինչ-որ բան ցավի։ Եվ ահա եւս մեկ շատ կարևոր գաղտնիք։ Որպեսզի թուրմերը կամ այլ միջոցներ իսկապես արդյունավետ աշխատեն, կարևոր է ճիշտ խմել ջուրը։ Մեր տարիքի շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում ջրին։ Ոմանք քիչ են խմում, ոմանք շատ թեյ, սուրճ կամ այլ խմիչքներ, եւ դա սխալ է։ Օրգանիզմը ճանաչում է միայն մաքուր ջուրը, իսկ մնացածը ավելի շատ սնունդ է, քան հեղուկ։ Ես երկար չէի հասկանում դա եւ կարծում էի, որ եթե թեյ եւ սուրճ եմ խմում, բավական է, բայց նա պնդում էր. թուրմերն ու թեյերը բուժիչ խմիչքներ են, նրանք չեն փոխարինում մաքուր ջրին։ Եվ ես որոշեցի ստուգել նրա խոսքերը։ Սկսեցի խմել 1 բաժակ մաքուր մի փոքր տաք ջուր առավոտյան նախաճաշից առաջ եւ 1 բաժակ ջուր յուրաքանչյուր կերակուրից առաջ։ Եվ բառացիորեն մի քանի շաբաթից նկատեցի, թե որքան ավելի լավ դարձա։ Հայտնվեց թեթևություն, անհետացավ երեկոյան գալիս հոգնածությունը եւ նույնիսկ մաշկս դարձավ ավելի լավ։ Եվս մի կարևոր սովորություն, որի մասին պատմեց ինձ, ճիշտ քունը։ Ես միշտ ուշ էի պառկում, կարող էի հեռուստացույցի առաջ նստել մինչև կեսգիշեր, իսկ հետո առավոտյան վեր էի կենում կոտերված եւ քնկոտ։ Նա պարզ եւ հասկանալի բացատրեց ինձ. օրգանիզմը վերականգնվում է միայն որոշակի ժամերին, մոտ երեկոյան 10-ից մինչև առավոտյան 4-ը։ Եթե այդ ժամանակ մարդը քնած է, նա ստանում է առավելագույն վերականգնում։ Եթե ավելի ուշ է պառկում, նույնիսկ երկար քունը չի փոխհատուցում կորուստը։ Սկզբում չէի հավատում, բայց որոշեցի փորձել, եւ ահա արդեն շատ տարիներ փորձում եմ պառկել մոտ երեկոյան 10-ին։ Սկզբում դժվար էր, հետո սովորեցի։ Եվ գիտեք, դա փոխեց իմ կյանքը։ Հիմա վեր եմ կենում վաղ, հեշտ, թարմ եւ ամբողջ օրը զգում եմ ինձ ուժեղ։ Եվ եթե հարցնեք ինձ, թե որոնք են երկու ամենակարևոր խորհուրդները, որ տվեց ինձ նա, ես կասեմ այսպես. մաքուր ջուր խմել եւ ժամանակին պառկել քնելու։ Բայց վերադառնանք մեր թուրմերին։ Կհարցնեք ինձ, պետք է դրանք անընդհատ խմել, կասեմ այսպես. ոչ պարտադիր անընդհատ, բայց պարտադիր կանոնավոր։ Նա խորհուրդ էր տալիս անել կուրսեր, մոտ 2 շաբաթ յուրաքանչյուր թուրմից, հետո փոքր ընդմիջում եւ գլխավորը հերթով խմել դրանք։ Երբ օրգանիզմը ստանում է տարբեր նյութեր, ավելի լավ է վերցնում յուրաքանչյուր թուրմից եւ ավելի արագ վերականգնում։ Եվս մի փոքր հնարք։ Փորձեք թուրմերը պատրաստել հենց բնական խոտաբույսերից եւ հատապտուղներից, ոչ փաթեթներից։ Նկատել եմ, որ տարբերությունը հսկայական է։ Այն, ինչ վաճառվում է փաթեթներով, բոլորովին այդ չէ։ Իսկական խոտաբույսերը հոտ են գալիս, տալիս են հագեցած համ եւ իսկապես օգնում են։ Ես հաճախ ինքս եմ հավաքում խոտաբույսեր ամռանը, կամ գնում եմ վստահելի դեղատներից եւ խոտաբույսերի խանութներից։ Հիմա երբ հիշում եմ նրա խոսքերը, թվում է, թե նա ինձ տվեց ոչ միայն թուրմերի բաղադրատոմսեր, այլ ամբողջ առողջ կյանքի փիլիսոփայություն։ Շնորհիվ նրա խորհուրդների ես զգում եմ ինձ շատ ավելի երիտասարդ, քան իմ տարիքը։ Իմ թոռնիկը վերջերս ասաց ինձ. «Տատիկ, դու ավելի լավ ես երևում, քան իմ որոշ ընկերուհիները»։ Դա ինձ հաճելի էր, բայց ավելի հաճելի էր հասկանալ, որ ես ինքս կարողացա օգնել իմ օրգանիզմին մնալ ֆորմայում։ Եվ հիմա կարևոր խնդրանք ձեզ։ Եթե դիտում եք այս տեսանյութը եւ հասկանում եք, որ այս ամենը ձեզ մոտ է եւ հասկանալի, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք բառը մոտ։ Իսկ եթե պատրաստ եք փորձել գոնե մեկ իմ բաղադրատոմսերից, գրեք փորձում եմ։ Ձեր մեկնաբանությունները ամենակարևորն են մեզ համար, քանի որ դրանց շնորհիվ հասկանում ենք, որ կարևոր գործ ենք անում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ. անպայման բաժանորդագրվեք։ Ձեր բաժանորդագրությունը ոչ միայն կոճակ է, այլ ձեր աջակցություն մեր աշխատանքին եւ հնարավորություն ավելի շատ մարդկանց պատմել པարզ եւ արդյունավետ մեթոդների մասին։ Քանի որ առողջությունը այն է, ինչ իսկապես կարևոր է յուրաքանչյուր մարդու համար։ Եվ վերջում ուզում եմ ասել ձեզ գլխավորը. մի վախեցեք սկսել։ Նույնիսկ եթե թվում է, որ արդեն ուշ է, նույնիսկ եթե շրջապատում ասում են, որ ծերությունը պարտադիր ցավեր է, հապեր եւ բժիշկներ։
Հավատացեք իմ փորձին, ամեն ինչ կարելի է փոխել։ Պետք է պարզապես սկսել, պարզապես անել առաջին քայլը։ Մեկ թուրմ, մեկ նոր սովորություն։ Մեկ րոպե հոգատարություն ինքդ քո մասին ամեն օր, եւ դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը աստիճանաբար փոխվում դեպի լավը։ Եղեք առողջ եւ խնայեք ինքներդ ձեզ։ Ես հավատում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ անպայման կստացվի։ Հանդիպենք հաջորդ տեսանյութում, որտեղ կպատմեմ եւս շատ օգտակար եւ հետաքրքիր բաներ։